Պատկերացրեք, ձեր կյանքի ամենածանր օրը ձեր ամենամտերիմ մարդիկ ձեզանից խլում են ամեն ինչ։ Մի հոր վերջին խոսքերը պետք է օրհնանք լինեին, բայց դրանք դառնում են անեծք։ Ժառանգությունը, որը պետք է ապահովեր ապագան, վերածվում է մահացու թույնի, որը սպառնում է ոչ թե մի ամբողջ տոհմ։ Եվ ամենասարսափելին այն է, որ այս դաժան խաղի հետևում կանգնած են նրանք, ովքեր պետք է պաշտպանեին։ Նրանք օգտագործում են վաղուց մոռացված մի երդում արդարացնելու իրենց ստոր դավաճանությունը։ Այս պատմության մեջ մենք ցույց կտանք, թե ինչպես է նախանձը քայքայում ամենաամուր ընտանեկան կապերը։ Բայց ամենակարևորը, մենք կբացահայտենք այն անհավատալի գաղտնիքը, որը թաքնված է ոչ թե բանկային հաշիվներում, այլ մի հին, փոշոտ իրի մեջ, որի մասին բոլորը մոռացել էին։ Հենց այդ աննշան թվացող բանալին է, որ կարող է կամ վերջնականապես կործանել ամեն ինչ, կամ վերականգնել արդարությունը։ Պատրաստ եք տեսնել, թե ինչպես է մեկ մարդու խիզախությունը բացահայտում սերունդների սուտը։ Սա պատմություն է ոչ թե փողի, այլ պատվի մասին։ Սեղմեք բաժանորդագրվել հիմա և գրեք ձեր քաղաքը մեկնաբանություններում, տեսնենք, թե քանիսն ենք մենք։ Ցուրտ քամին սառեցնում էր մինչև ոսկորները, սակայն Սաթենիկը ցուրտ չէր զգում։ Նրա ներսում այնպիսի սառնամանիք էր, որ արտաքին աշխարհի եղանակը թվում էր աննշան։ Նա կանգնած էր հոր թարմ գերեզմանի մոտ, որի վրա դեռ չէր հասցրել հողի փոշին, և նայում էր դատարկությանը։ Նրա շուրջը հավաքված սևազգեստ մարդկանց բազմությունը կարծես լուրջ տվերների թատրոն լիներ։ Նրանց զսպված հեքեքոցներն ու շշուկները հասնում էին նրան որպես հեռավոր արձագանք։ Նրա աշխարհը, որը միշտ եղել էր ամուր և կայուն, ինչպես հոր կառուցած կայսրությունը, մեկ ակնթարթում փլուզվել էր։ Նրա կողքին, հենց ուսին, նա զգում էր ծանր, բայց կարծես թե հոգատար մի ձեռք։ Դա Քեռի Գագիկն էր, հոր ավագ եղբայրը, ընտանիքի նոր հենասյունը։ Ամուր կաց աղջիկս, հայրդ հերոս էր, նրա գործը անմահ է, մենք քո կողքին ենք, մի վայրկյան չկասկածես։ Նրա խռպոտ ձայնը խախտեց գերեզմանային լռությունը։ Սաթենիկը պարզապես գլխով արեց, բառերը խեղդվում էին կոկորդում։ Իսկ ինչ կարող էր ասել, որ իր կյանքի միակ իմաստը հենց նոր իջեցրին սառը հողի մեջ։ Նրա մյուս հորեղբայրը, Արամը, անհարմար տեղում տրորվելով փորձեց ինչ-որ բան ավելացնել։ Այո, Սաթեն ջան, ինչով կարող ենք, մենք միշտ, բայց Գագիկի սուր հայացքը ստիպեց նրան կուլ տալ խոսքի մնացորդները։ Սաթենիկը նկատեց այդ հայացքը, բայց վշտի մեջ խորասուզված դրան նշանակություն չտվեց։ Այդ պահին նրանց մոտեցավ ընտանիքի վաղեմի փաստաբանը, ալեհեր հարգարժան պարոն Մարգարյանը։ Նրա աչքերում անկեղծ ցավ կար, երբ նա ասաց. «Խորին ցավակցություններս, Սաթենիկ, Վարդանը ոչ միայն հաճախորդ էր, այլև ընկեր»։ Սակայն նախքան Սաթենիկը կհասցներ պատասխանել, Գագիկը տիրական տոնով ընդհատեց. «Մարգարյան, հիմա ժամանակը չէ, ընտանիքը սգի մեջ է, բոլոր գործնական հարցերը հետո»։ Փաստաբոնը զգուշավորությամբ պատասխանեց. «Իհարկե, Գագիկ, պարզապես պետք է տեղեկացնեմ, որ օրենքի համաձայն կտակի ընթերցումը պետք է տեղի ունենա առաջիկա օրերին։ Ես կկապնվեմ ձեզ հետ»։ Գագիկը գլխով արեց, բայց երբ Մարգարյանը շրջվեց, նրա դեմքի թխուր արտահայտությունը փոխարինվեց սառը հաշվենկատ հայացքով։ Նա նայում էր ոչ թե եղբոր գերեզմանին, այլ հորիզոնին, որտեղ ձգվում էր քաղաքը, իրենց կայսրությունը։ Այդ հայացքում վշտի նշույլ անգամ չկար, միայն անհամբեր սպասում։ Ինչի էր սպասում նա այդքան անհամբեր։ Միթե սուգը կարող էր այդքան արագ տեղի տալ նոր ծրագրերին։ Մարդիկ սկսեցին դանդաղ ցրվել, իրենց հետ տանելով խնկի և թարմ հողի հոտը։ Երբ գրեթե ոչ ոք չէր մնացել, Գագիկը մոտեցավ եղբոր գերեզմանին, մի բուռ հող վերցրեց և այնպես սեղմեց ափի մեջ, որ մատների արանքից հողի փոշին թափվեց։ Նա շշնջաց այնպես, որ միայն քամին լսեր. «Ներիր եղբայրս, բայց ամեն ինչ պետք է լինի այնպես, ինչպես ճիշտ է, ինչպես պետք է լիներ ի սկզբանե»։ Այդ խոսքերը հնչեցին ոչ թե որպես ցավակցություն, այլ որպես սառը անխախտ երդում։ Բայց ում էր ուղղված այդ երդումը, և ո՞րն էր այն ճշմարտությունը, որը պետք է վերականգնվեր հենց հիմա, երբ հողը դեռ չէր սառել։ Հուղարկավորությունից մի քանի օր անց Վարդանյան հոլդինգի շքեղ գրասենյակում տիրում էր անսովոր լռություն։ Ամեն ինչ իր տեղում էր՝ թանկարժեք կահույքը, փայլուն մարմարե հատակը, պատերին կախված հաջողության մասին վկայող նկարները, սակայն օդում կախված էր անորոշության ծանր զգացողություն։
Սաթենիկը նստած էր հոր հսկայական աշխատասենյակում, նրա բազկաթոռին, որը նրա համար չափազանց մեծ էր թվում։ Նա մատները սահեցնում էր հարթ, սառը սեղանի վրայով, որի յուրաքանչյուր քառակուսի սանտիմետրը հիշեցնում էր հորը։ Հիշողությունները տարան նրան անցյալ։ 5 տարի առաջ, երբ նա համալսարանն ավարտած ոգևորված երիտասարդ աղջիկ հոր հետ քննարկում էր իր առաջին մեծ նախագիծը։ Տեսնում ես, աղջիկս, այս գործում գլխավորը ոչ թե փողն է, այլ մարդիկ։ Եթե քո թիմը քեզ չի վստահում, ամենամեծ կայսրությունն էլ կփլվի, ասում էր հայրը իր բարի, իմաստուն ժպիտով։ Բայց մրցակիցները կոշտ են խաղում, հայրիկ, անհանգստանում էր նա։ Իսկ մենք ոչ, մեր ուժը մեր ազնվության մեջ է, Վարդանյանի խոսքը պողպատից ամուր պետք է լինի, եւ երբ մի օր այս ամենը քոնը լինի, դու պետք է հիշես այս դասը։ Հիշողությունները ընդհատեց դրան զգուշ թակոցը։ Ներս մտավ նրա օգնականուհին, Լուսինեն, միջին տարիքի մի կին, որը տարիներ շարունակ աշխատել էր հոր հետ։ Սաթենիկ, պարոն Մարգարյանն է զանգել, ասաց, որ վաղը առավոտյան պատրաստ կլինի կտակի ընթերցմանը, ձեր հորեղբայրներն արդեն տեղյակ են։ Սաթենիկը հոգոց հանեց։ Լավ, Լուսինե ջան, թող գան, պետք է այս ձևականությունն էլ ավարտվի, որ կարողանանք առաջ շարժվել։ Նա դեռ չէր էլ կասկածում, որ այդ ձևականությունը լինելու էր իր կյանքի ամենասարսափելի իրադարձությունը։ Միևնույն ժամանակ քաղաքի մյուս ծայրում, Գագիկի շքեղ, բայց անճաշակ կահամորված տանը, մթնոլորտը շատ ավելի լարված էր։ Գագիկն ու Արամը նստած էին կոնյակի շշի շուրջ, բայց խմում էր միայն Գագիկը։ Արամի ձեռքերը դողում էին։ Գագիկ, ես չեմ կարող, Սաթենիկի աչքերին ոնց եմ նայելու, Վարդանի հիշատակը։ Գագիկը սառը հայացքով նայեց նրան։ Վարդանի հիշատակը, իսկ մեր հոր հիշատակը, նրա կամքը, միթե մոռացել ես, թե նա ինչ էր ուզում, որ մեր տոհմը ղեկավարի տղամարդ։ Վարդանը իր փափկասրտությամբ քիչ մնաց կործաներ ամեն ինչ։ Ես ուղղում եմ նրա սխալը։ Դու քո պարտքերի մասին մտածիր, թե չէ շուտով ոչ թե Սաթենիկի, այլ քո երեխաների աչքերին նայել չես կարողանա։ Այս սպառնալիքից Արամը սարսափահար լռեց, գլուխը կախելով։ Նա ծուղակի մեջ էր եւ այդ ծուղակից դուրս գալու ելք չէր տեսնում։ Հաջորդ առավոտ, երբ նրանք երեքով նստած էին պարոն Մարգարյանի գրասենյակի երկար սեղանի շուրջ, օդում կախված լարվածությունը կարելի էր դանակով կտրել։ Փաստաբանը հանդիսավոր կերպով կոտրեց կնիքը եւ սկսեց կարդալ։ Սկզբում ամեն ինչ սպասելի էր, մինչև նա հասավ վերջին ամենակարևոր կետին։ Նրա ձայնը հանկարծ փոխվեց, նա մի պահ դադար տվեց, կարծես չհավատալով իր կարդացածին, եւ տարակուսած հայացքով նայեց նախ Սաթենիկին, հետո Գագիկին։ Եվ վերջապես, կապված ընկերության կառավարման հետ, նրա ձայնի մեջ հայտնվեց անսովոր դող, կարծես նա պատրաստվում էր հայտնել մի լուր, որը կփոխեր այնտեղ ներկա բոլորի կյանքը։ Պարոն Մարգարյանի գրասենյակում տիրող լռությունը խլացուցիչ էր։ Փաստաբանը խորը շունչ քաշեց, կարծես ուժ էր հավաքում, եւ շարունակեց կարդալ դանդաղ, անհավատալի տոնով, որն ավելի էր սրում իրավիճակը։ Ինչ վերաբերում է Վարդանյան հոլդինգի բաժնետոմսերի կառավարման իրավունքին եւ գործադիր տնօրենի պաշտոնին, ապա այն փոխանցվում է համաձայն մեր հոր Ավագ Վարդանյանի կողմից հաստատված եւ մեր ընտանիքի կանոնադրության հիմքում դրված սկզբունքի։ Նա կանգ առավ, թերթեց կցված փաստաթուղթը, որը դեղներ էր հնությունից, եւ կարդաց այնտեղից մի տող, ըստ որի ընտանեկան բիզնեսի գլուխ կանգնելու իրավունքը պատկանում է տոհմի ավագ Արու ժառանգորդին։ Ուստի իմ մահվանից հետո կառավարումը անցնում է իմ ավագ եղբորը Գագիկ Ավագի Վարդանյանին։ Այս բառերը որպես դատավճիռ հնչացին։ Սաթենիկի շունչը կտրվեց, նա քարացել էր, աչքերը չռած նայում էր մեկ փաստաբանին, մեկ հորեղբորը, փորձելով հասկանալ լսածի իմաստը։ Ինչ։ Դա հնարավոր չէ, հայրս, նա երբեք, նրա շշուկը հազիվ լսելի էր։ Գագիկը դեմքին կեղծ տխրության արտահայտություն ծանր հոգոց հանեց։ Ցավում եմ աղջիկս, սա ոչ թե Վարդանի, այլ մեր պապի կամքն է։ Հայրս միշտ ասում էր, ընտանիքի հիմքը ամուր է, երբ ղեկին տղամարդ է։ Վարդանը չէր կարող դեմ գնալ մեր հոր խոսքին։ Սաթենիկի մեջ սկսեց արթնանալ զայրույթը։ Սուտ է, հայրս ինձ էր պատրաստում այս պաշտոնի համար, իր ամբողջ կյանքում։ Մենք միասին էինք պլաններ կազմում։ Դուք դա գիտեք։ Քեռի Արամ, ասա ինչ-որ բան։ Նրա հայացքը հուսահատ փնտրում էր աջակցություն, բայց Արամը, կարծես քարացած, չբարձրացրեց գլուխը։ Հոր կամքի դեմ չի կարելի, Սաթեն ջան, մրմնջաց նա։ Սաթենիկը կտրուկ վեր կացավ։ Սա դուք եք արել, ինչ որ կերպ ստիպել եք նրան, կամ սա կեղծիք է։ Հայրս երբեք ինձ այսպես չէր դավաճանի։ Գագիկը նույնպես ոտքի կանգնեց, եւ նրա ձայնից անհետացավ հոգատարությունը,
փոխարինվելով սառը պողպատով։ Զգուշ խոսիր աղջիկ, դու դեռ սգի մեջ ես, չես հասկանում ինչ ես ասում։ Ոչ ոք ոչինչ չի կեղծել, սա օրենքն է, մեր ընտանիքի օրենքը։ Իսկ այժմ, եթե կարելի է, մենք շատ գործ ունենք, պետք է ընկերությունը փրկել անորոշությունից։ Նա նշան արեց Արամին, և նրանք դուրս եկան, Սաթենիկին թողնելով միայնակ, ջախջախված և խաբված։ Նրա աշխարհը ոչ թե փլուզվել էր, այլ պարզապես գոյություն չէր ունեցել։ Ամեն ինչ կեղծիք էր, վստահությունը, սերը, ընտանեկան կապերը, ամեն ինչ մեկ նպատակի համար էր՝ խլել այն, ինչն իրենն էր ըստ իրավունքի։ Երբ նա, դեռևս ցնցված, փորձում էր հավաքել իրերը, որպեսզի հեռանա այդ սառը սենյակից, որը դարձել էր իր դավաճանության վկան, բարոն Մարգարյանը զգուշորեն մոտեցավ նրան։ Նա իջեցրեց ձայնը և ասաց մի բան, որը Սաթենիկի սրտում հույսի մի փոքրիկ, հազիվ նշմարելի կայծ վառեց. «Սաթենիկ, ես քո հորը ճանաչում էի 40 տարի։ Այս փաստաթղթի մեջ ինչ-որ բան էն չէ, նրա ոճը չէ, հատկապես ստորագրությունը թեթևակի տարբերվում է»։ Մարգարյանի խոսքերը Սաթենիկի համար դարձան փրկողակ, որից նա կառչեց իր ողջ ուժով։ Սակայն հաջորդ 2 շաբաթը ցույց տվեցին, որ նա խեղդվում է մի օվկիանոսում, որտեղ իր դեմ էին բոլոր հոսանքները։ Երբ նա փորձեց մտնել իր աշխատասենյակ, որտեղ անցել էր իր կյանքի վերջին 10 տարին, անվտանգության աշխատակիցները աչքերը փախցնելով արգելեցին նրան։ Գագիկի հրամանով նրա բոլոր մուտքի իրավունքները չեղարկվել էին։ Նա զգաց իրեն օտար իր սեփական տանը։ Հոր հավատարիմ աշխատակիցները, որոնց նա ճանաչում էր մանկուց, խուսափում էին նրա հայացքից, վախենալով կորցնել աշխատանքը։ Գագիկի ստվերը տարածվել էր ամբողջ ընկերության վրա, թունավորելով ամեն ինչ։ Սաթենիկը չհանձնվեց։ Նա վարձեց անկախ փաստաբանի, փորձագետի ստորագրությունը ստուգելու համար։ Սակայն Գագիկը, կարծես մի քանի քայլ առաջ էր։ «Ցավում եմ, Օրիորդ Վարդանյան», ասաց փաստաբանը, թղթերը սեղանին դնելով։ Փորձաքննությունը ցույց տվեց, որ ստորագրությունը ամենայն հավանականությամբ իրական է։ Հնարավոր է, ձեր հայրը ստորագրել է հիվանդության կամ ճնշման տակ, ինչը փոխել է նրա ձեռագիրը, բայց դատարանում դա ապացուցելը գրեթե անհնար է։ Փաստաթուղթը վավերացված է նոտարի կողմից, ամեն ինչ օրինական է թվում։ Յուրաքանչյուր բառը մի մեխ էր, որը խփում էին նրա հույսերի դագաղին։ Հուսահատության մեջ նա գնաց Գագիկի տուն, վերջին փորձն անելով խոսել նրա խղճի հետ, եթե իհարկե այդպիսին գոյություն ուներ։ «Քեռի Գագիկ, ես խնդրում եմ, եկեք մարդկայնորեն խոսենք։ Ես չեմ ուզում ամբողջ իշխանությունը, եկեք միասին կառավարենք, այնպես, ինչպես հայրս կուզեր, մի քանդեք մեր ընտանիքը»։ Գագիկը, սառը ժպիտով կոնյակ լցնելով, պատասխանեց. «Ընտանիքը։ Ընտանիքը ես եմ փորձում պահպանել, Սաթենիկ, քո անփորձությունից ու կանացի էմոցիաներից։ Դու լավ աղջիկ ես, կամուսնանաս, երեխաներ կունենաս, իսկ բիզնեսը տղամարդու գործ է։ Ես քեզ կնշանակեմ լավ թոշակ, դու ոչնչի կարիք չես ունենա։ Իմացիր քո տեղը և մի խանգարիր»։ Այդ խոսքերը վերջնականապես սպանեցին Սաթենիկի մեջ եղած վերջին հույսը։ Սա պատերազմ էր, և նա մենակ էր այս պատերազմում։ Ուշ երեկոյան նա նստած էր հոր դատարկ տանը։ Օդում դեռ պահպանվել էր հոր ծխախոտի թույլ բույրը։ Նա շրջում էր հին ընտանեկան ալբոմները, փնտրելով ոչ թե պատասխաններ, այլ ուժ։ Հանկարծ նրա հայացքը սևեռվեց մի հին լուսանկարի վրա։ Պապը, Ավագ Վարդանյանը, տոհմի հիմնադիրը, հպարտ կանգնած էր իր աշխատասենյակում։ Հետին պլանում երևում էր մի մեծ գրապահարան, իսկ դրա վերևի դարակում հնաոճ փորագրություններով փայտե տուփ։ Սաթենիկը հիշեց այդ տուփը։ Հայրը միշտ ասում էր, այստեղ պապիդ ամենաթանկ իրերն են։ Մի միտք փայլատակեց նրա գլխում։ Իսկ եթե իր փնտրած պատասխանը ոչ թե ապագայում է, այլ անցյալում։ Նա վեր կացավ և վճռական քայլերով գնաց դեպի հոր աշխատասենյակ, որի դուռը չէր բացել հոր մահվանից հետո։ Նա զգում էր, որ այդ դռան հետևում իրեն սպասում է կամ վերջնական պարտություն, կամ փրկություն։ Սաթենիկը դանդաղ բացեց հոր աշխատասենյակի դուռը։ Ներսում օդը ծանր էր, կարծես ժամանակը կանգ էր առել այն օրվանից, երբ հայրը վերջին անգամ այստեղ էր եղել։ Իրերի վրա նստած փոշու բարակ շերտը խոսում էր լքվածության մասին։ Նրա սիրտը սեղմվեց, նա կարծես զգաց հոր ներկայությունը, նրա հանգիստ, վստահ շունչը։ Հայացքը սահեց գրքերով լի պահարանների վրայով և կանգ առավ հենց այն մեկի վրա, որը տեսել էր լուսանկարում։ Այնտեղ, վերևի դարակում, հաստատափոր հատորների հետևում թաքնված էր փոշոտ փայտե տուփը։ Սրտի թրթիրով նա վերցրեց աթոռը, բարձրացավ և զգուշորեն իջեցրեց գանձը։
Տուփը հին էր, կողպեկը ժանգոտել էր, բայց մի քանի փորձից հետո այն տեղի տվեց։ Ներսում անցյալի բույրն էր, չորացած ծաղիկների, հին թրտի և նավթալինի խառնուրդ։ Տուփի հատակին, թավշե կտորի տակ, նա գտավ դեղնած, խնամքով ծալված մի փաստաթուղթ։ «Իմ կամքն ու կտակը», Ավագ Վարդանյան։ Ձեռքերը դողում էին, երբ նա բացեց այն։ Նա սկսեց կարդալ և շունչը կտրվեց։ «Իմ ողջ կարողությունը, բիզնեսն ու Վարդանյան տոհմի ղեկավարումը, ուղիղ առու ժառանգորդի բացակայության դեպքում պետք է անցնի նրան, ով իր գործով, խելքով և նվիրումով կապացուցի ամենամեծ նվիրվածությունը ընտանեկան տոհմին»։ Այստեղ խոսք չկար պարտադիր առու ժառանգորդի մասին, այստեղ խոսքը արժանիքի մասին էր։ Սա նշանակում էր, որ հորեղբայրները ոչ թե պարզապես օգտվել էին հին օրենքից, այլ ստեղծել էին այն։ Զայրույթի ալիքը այրեց նրան։ Նա նորից նայեց տուփի մեջ, և մատները շոշափեցին հատակը։ Ինչ-որ բան տեղին չէր։ Նա սեղմեց և տուփի հատակը շարժվեց, բացելով գաղտնի խցիկ։ Ներսում ընդամենը երկու իր կար՝ հնաոճ, փոքրիկ բանալի և ծալված թղթի կտոր, հոր ձեռագրով։ Իրական հիմքը թաքնված է հիմքի հետևում։ Հանելու։ Նրա հայացքը կանգ առավ պատին կախված պատի մեծ դիմանկարի վրա։ Տոհմի հիմնադիրը, հիմքը։ Նա մոտեցավ նկարին, զգուշորեն շարժեց ծանր շրջանակը և նրա հետևում, պատի մեջ, տեսավ մետաղյա սեյֆի փոքրիկ դուռը։ Բանալին կատարելապես համընկավ։ Սեյֆը ճռինչով բացվեց։ Ներսում, կաշվե թղթապանակի մեջ դրված էր մեկ այլ։ Ավելի հին կտակ և կնքված ծրար, իմ դստերը, Սաթենիկին մակագրությամբ։ Նա բացեց փաստաթուղթը։ Սա պապի առաջին, օրիգինալ կտակն էր։ Իմ ժառանգորդը կլինի իմ արյունը կրող ցանկացած արժանի հետնորդ, անկախ սեղից։ Ամեն ինչ պարզ դարձավ։ Իսկ հոր նամակը վերջնականապես բացեց նրա աչքերը։ Թանկագին աղջիկս, եթե դու կարդում ես այս տողերը, նշանակում է տեղի է ունեցել այն, ինչից ես միշտ վախեցել եմ։ Ես գիտեի եղբայրներիս նախանձի մասին։ Ես քեզ զենք եմ թողել, աղջիկս, իսկ թե ինչպես այն կօգտագործես, արդեն քո որոշումն է։ Ես հավատում եմ քեզ։ Սաթենիկի դեմքին այլևս արցունքներ չկային, միայն պողպատե վճռականություն։ Նա վերցրեց հեռախոսը և հավաքեց ոչ թե փաստաբանի, այլ հայտնի հետաքննող լրագրող Դավիթ Մանուկյանի համարը։ «Պարոն Մանուկյան, ես ունեմ մի պատմություն, որը կցնցի ամբողջ քաղաքը»։ Այդ գիշեր Սաթենիկը աջ չխփեց։ Նա և Դավիթ Մանուկյանը, սուր միտք ունեցող անվախ լրագրողը, մշակում էին գործողությունների ծրագիր։ Սա լինելու էր ոչ թե բացահայտ հարձակում, այլ շախմատային պարտիա, որտեղ յուրաքանչյուր քայլ պետք է լիներ հաշվարկված։ Հաջորդ առավոտ լուրը պայթեց։ Մանուկյանի կայքում հայտնվեց հոդված. «Վարդանյանների կայսրության թունավորված ժառանգությունը» վերնագրով։ Հոդվածում դեռ չէին բացահայտվում կտակների մանրամասները, բայց հստակ ակնկալվում էր կոպիտ կեղծիքի և ժառանգորդուհու իրավունքների ոտնահարման մասին։ Սա առաջին զգուշացնող կրակոցն էր, որը խուճապ առաջացրեց Վարդանյան հոլդինգի գրասենյակում։ Գագիկը, կարդալով հոդվածը, զայրույթից քարացել էր։ «Սա ի՞նչ է, այդ անպիտանը որոշել է մեզ մամուլով վարկաբեկել», գոռում էր նա Արամի վրա։ «Ես նրան կջարդեմ, հիմա մենք կտանք հերքում, կասենք, որ նա հոր մահից հետո հոգեկան ծանր վիճակում է»։ Բայց Սաթենիկը արդեն իր հաջորդ քայլն էր անում։ Նա գաղտնի հանդիպում էր հոր հին հավատարիմ գործընկերների հետ, որոնց Գագիկը հասցրել էր հեռացնել ընկերությունից։ «Նրանք ոչ միայն ինձանից են գողացել, այլև պղծել են հորս և պապիս անունը։ Ես ձեր օգնության կարիքն ունեմ, դուք գիտեք ընկերության բոլոր թաքնված անկյունները»։ Գագիկը պետք է որ հետքեր թողած լինի, ասում էր նա, ցույց տալով կտակների պատճենները։ Ֆինանսական բաժնի նախկին պետը, պարոն Պողոսյանը, վճռականորեն ասաց. «Ես միշտ եմ կասկածել Գագիկին։ Նա միշտ ստվերային գործարքների սիրահար էր։ Եթե նա փորձել է գումարներ դուրս բերել, մենք դա կգտնենք»։ Նոր դաշինք էր ձևավորվում։ Սաթենիկի շուրջ հավաքվում էին նրանք, ովքեր հավատարիմ էին հոր սկզբունքներին։ Նա այլևս մենակ չէր։ Գագիկը, զգալով, որ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից, սկսում էր նյարդայնանալ։ Նրա ինքնավստահությունը սկսում էր ճաքեր տալ։ Իսկ Արամը գտնվում էր խուճապի մեջ։ Նա հասկանում էր, որ շուտով ստիպված կլինի ընտրություն կատարել եղբոր և ճշմարտության միջև։ Ուշ երեկոյան, երբ Սաթենիկը վերլուծում էր իր հաջորդ քայլերը, նրա հեռախոսին անծանոթ համարից հաղորդագրություն եկավ. «Ես գիտեմ, թե ով է վավերացրել կեղծ կտակը։ Նոտարը Գագիկի հին պարտապանն է։ Հանդիպենք վաղը։ Չասեք ոչ ոքի, որ ես եմ գրել»։ Ստորագրություն չկար։ Սաթենիկը հասկացավ, որ սա կարող է լինել կամ ծուհակ, կամ իր գլխավոր հաղթաթուղթը։
Եվ ուղարկողը կարող էր լինել միայն մեկ մարդ՝ խղճի խայթից տանջվող Քեռի Արամը։ Չնայած ռիսկին, Սաթենիկը գնաց նշված հանդիպմանը՝ Երևանի ծայրամասում գտնվող մի հին լքված այգի։ Ծառերի տակ նյարդային քայլում էր Արամը, նրա դեմքը գունատ էր, աչքերը անհանգիստ։ «Ես եկա, ինչ ես ուզում ասել»։ Սաթենիկի ձայնը սառն էր, աններող։ «Սաթեն, ներիր ինձ, ես թույլ մարդ եմ, Գագիկը օգտվեց իմ պարտքերից։ Արդարացումների կարիք չունեմ, փաստեր տուր, Քեռի Արամ», կտրուկ ընդհատեց նա։ Արամը դողացող ձեռքով գրպավից հանեց ֆլեշկրիչ։ Այստեղ ամեն ինչ կա, նոտարի անունը, հասցեն և ձայնագրություն։ Ես գաղտնի ձայնագրել եմ իմ ու Գագիկի վերջին խոսակցությունը, որտեղ նա պարծենում է, թե ինչպես է ամեն ինչ կազմակերպել։ Նա ասում է, որ Վարդանին ստորագրել է տվել դատարկ թղթեր, երբ նա արդեն ծանր հիվանդ էր։ Այդ խոսքերը որպես դանակ խրվեցին Սաթենիկի սիրտը։ Նա վերցրեց ֆլեշկրիչը, իր ձեռքում պահելով իր հորեղբոր դատավճիռը։ Միևնույն ժամանակ Գագիկը, ոչինչ չկասկածելով, հրավիրել էր ընկերության խորհրդի արտահերթ նիստ, նպատակ ունենալով վերջնականապես ամրապնդել իր դիրքերը։ Հարգելի գործընկերներ, ցավով պետք է նշեմ, որ իմ հանգուցյալ եղբոր դուստրը, օգտվելով իրավիճակից, փորձում է ապակայունացնել մեր ընկերությունը։ Հենց նա սկսեց իր ելույթը, դահլիճի դռները բացվեցին և ներս մտավ Սաթենիկը։ Նրա կողքին քայլում էին լրագրող Դավիթ Մանուկյանը տեսախցիկով և պարոն Մարգարյանը փաստաթղթերի թղթապանակը ձեռքին։ «Ներողություն եմ խնդրում ուշացման համար, Քեռի Գագիկ, կարծում եմ այս նիստին պակասում էր գլխավոր թեման՝ ճշմարտությունը»։ Նրա բարձր և հստակ ձայնը կտրեց դահլիճի լռությունը։ Գագիկի դեմքը գունատվեց։ Նա հասկացավ, որ սա ծուղակ է, և ինքը հենց նոր մտավ դրա մեջ։ Սաթենիկը մոտեցավ սեղանին և ֆլեշկրիչը միացրեց պրոյեկտորին։ «Քանի որ մենք այստեղ ազնվության մասին ենք խոսում, թույլ տվեք ձեզ ներկայացնել մի շատ հետաքրքիր ձայնագրություն», ասաց նա, նայելով ուղիղ Գագիկի աչքերին։ Հաջորդ ակնթարթին դահլիճում լսվեց Գագիկի սեփական, պարծենկոտ ձայնը, որը մանրամասն պատմում էր իր ստոր խարդախության մասին։ Նիստերի դահլիճում մահու լռություն էր։ Բարձրախոսներից հնչող Գագիկի ձայնը անխնամ մերկացնում էր նրա ամբողջ դավադրությունը։ Խորհրդի անդամները քարացած լսում էին, իսկ Դավիթ Մանուկյանի տեսախցիկը ֆիքսում էր Գագիկի դեմքի յուրաքանչյուր փոփոխությունը՝ զարմանք, հերքում, զայրույթ և վերջապես կենդանական վախ։ Երբ ձայնագրությունն ավարտվեց, Սաթենիկը հանգիստ, բայց պողպատե ձայնով ասաց. «Ինչպես լսեցիք, ընտանեկան ավանդույթները, որոնց մասին այդքան սիրում է խոսել քեռիս, իրականում սովորական ագահություն են, բայց սա դեռ ամենը չէ»։ Նա նշան արեց պարոն Մարգարյանին և փաստաբանը մեծ էկրանին ցուցադրեց 3 կտակների պատկերները՝ պապի օրիգինալը, հոր թարմացրած տարբերակը և Գագիկի կեղծիքը։ Ավելին, մեր ձեռքի տակ են նոտարի ցուցմունքները, ով խոստովանել է, որ Գագիկ Վարդանյանի ճնշման տակ է վավերացրել կեղծ փաստաթուղթը, ավելացրեց Մարգարյանը։ Գագիկը վեր թռավ տեղից. «Սուտ է, ամեն ինչ սուտ է, սա մոնտաժ է»։ Նրա ձայնը խզվում էր։ Սաթենիկը մոտեցավ նրան, կանգնեց դեմ առ դեմ և աչքերի մեջ նայելով ասաց. «Դու խոսում էիր պատվի մասին, բայց դու չգիտես, թե դա ինչ է։ Իմ հայրը կայսրություն է կառուցել, իսկ դու կարողացար միայն գողանալ»։ Այս խոսքերը վերջնական հարվածն էին։ Գագիկը հետ գնաց, կարծես հարվածից, բռնեց սրտից և ընկավ աթոռին։ Հենց այդ պահին դահլիճի դուռը բացվեց և ներս մտան 2 ոստիկան։ Նրանց հետևից մտնում էր Արամը, գլուխը կախ։ «Ես եմ կանչել նրանց», ասաց նա դողացող ձայնով։ «Ես պատրաստ եմ տալ պաշտոնական ցուցմունք»։ Այդ օրը արդարությունը վերականգնվեց։ Խորհրդի անդամները միաձայն քվեարկեցին Սաթենիկին ճանաչելով Վարդանյան հոլդինգի օրինական ղեկավար։ Մի քանի շաբաթ անց նա այցելեց Արամին քննչական մեկուսարանում։ «Ես չեմ կարող ներել քեզ, Քեռի Արամ, բայց ես դատարանում կասեմ, որ դու օգնեցիր բացահայտել ճշմարտությունը։ Դա միակ ճիշտ բանն էր, որ դու արեցիր այս ամբողջ պատմության մեջ»։ Սաթենիկը վերադարձավ հոր աշխատասենյակ, որն այլևս նրան մեծ չէր թվում։ Նա կանգնեց պատուղանի մոտ և նայեց քաղաքին։ Նա այլևս պարզապես ժառանգորդուհի չէ, նա ղեկավար էր, ով իր տեղը նվաճել էր պայքարով։ Անցավ 1 տարի։ Սաթենիկի ղեկավարությամբ Վարդանյան հոլդինգը հասավ նոր բարձունքների։
Նա ոչ միայն պահպանեց հոր ստեղծածը, այլև ընդլայնեց այն, ապացուցելով, որ ժառանգությունը ոչ թե սեռով, այլ արժանինքներով է որոշվում։ Դատարանը Գագիկին դատապարտեց երկարատև ազատազրկման։ Արամը, հաշվի առնելով նրա համագործակցությունը, ստացավ պայմանական պատիժ։ Մի արևոտ խաղաղոր Սաթենիկը գնաց գերեզմանատուն։ Նա թարմ ծաղիկներ դրեց հոր և պապի շիրիմներին։ Նրա դեմքին այլևս վիշտ չկար, այլ խորը երախտագիտություն և հանգստություն։ Նա հասկացել էր, որ իրական ժառանգությունը ոչ թե բաժնետոմսերն ու գործարաններն են, այլ այն սկզբունքները, որոնցով ապրել է իր հայրը՝ պատիվ, ազնվություն և մարդկանց հանդեպ հավատ։ Նա շոյեց հոր նկարը քարի վրա և լուռ խոստացավ, որ այդ ժառանգությունը կպահպանի իր կյանքի գնով։ Եվ երբ նա հեռանում էր, արևի շողերը ծառերի սաղարթների միջով անցնելով լուսավորում էին նրա ճանապարհը, խորհրդանշելով նոր պայծառ սկիզբ։ Նա ոչ միայն փրկեց իր ընկերությունը, այլև գտավ ինքն իրեն, վերածվելով այն ուժեղ կնոջ, որին հայրը միշտ տեսնում էր իր մեջ։ Բայց արդյոք նա կարողացավ իսկապես ներել դավաճանությունը, թե այդ վերքը ընդմիշտ մնաց նրա սրտում որպես հիշեցում այն մասին, թե որքան դաժան կարող է լինել արյունակցական կապը։ Այդ հարցը, որպես անկոչ հյուր, մնացել էր նրա մտքում անցած 1 տարվա ընթացքում, երբեմն շշնջալով ամենահանգիստ գիշերներին, երբեմն գոռալով ամենալարված բանակցությունների ժամանակ։ Ներել։ Ինչպես կարելի էր ներել այն, ինչը ոչ թե պարզապես վերք էր, այլ հոգու մի մասի անդամահատում։ Ամեն անգամ, երբ նա նստում էր հոր բազկաթոռին, որն այժմ կարծես հենց իր չափսերով էր կարված, նա զգում էր ոչ միայն հաղթանակի քաղցրությունը, այլև դավաճանության դառը համը։ Նրա հաղթանակը կառուցված էր ավերակների վրա, և այդ ավերակները նրա սեփական ընտանիքն էին։ Նա հիշում էր այն օրերը, երբ իր աշխարհը դեռ ամբողջական էր։ 5 տարի առաջ, երբ նա Լոնդոնի տնտեսագիտական դպրոցի փայլուն դիպլոմը ձեռքին վերադարձել էր Հայաստան, նրա առջև բաց էին բոլոր դռները։ Նրան աշխատանքի էին հրավիրում միջազգային խոշորագույն կորպորացիաները, սակայն նա առանց վարանելու ընտրել էր հոր ընկերությունը։ Նրա համար դա ոչ թե աշխատանք էր, այլ կոչում, սրբազան պարտք։ Նրա հայրը, Վարդան Վարդանյանը, ոչ մի արտոնություն չէր տվել նրան։ Սաթենիկը սկսել էր ամենացածր օղակից, աշխատելով տարբեր բաժիններում, ուսումնասիրելով բիզնեսի յուրաքանչյուր մանրուքը։ Դու պետք է իմանաս կայսրության յուրաքանչյուր քարի տեղը, որպեսզի կարողանաս այն ամուր պահել, ասում էր հայրը։ Եվ նա սովորում էր։ Իսկ նրա հորեղբայրները, նրանք միշտ այնտեղ էին։ Քեռի Գագիկը, որպես ընտանիքի ավագ, միշտ հայրական խրատներ էր տալիս, նրա խոսքը լի էր ժողովրդական ասացվածքներով և կենացներով։ Նա Սաթենիկին անվանում էր «մեր պրինցեսա», բայց այդ խոսքերի հետևում միշտ զգացվում էր սառը, գնահատող հայացք։ Իսկ քեռի Արամը, նա միշտ բարի էր, միշտ ժպտում էր, բայց նրա աչքերում միշտ թաքնված էր մի տխրություն, մի անվստահություն, կարծես նա անընդհատ ինչ-որ բանի համար ներողություն էր խնդրում։ Սաթենիկը նրան սիրում էր, վստահում էր, համարում էր իր երկրորդ ընտանիքը։ Ինչպես կարող էր նա կասկածել, որ Գագիկի նախանձը եղբոր հաջողության հանդեպ տարիների ընթացքում վերածվել էր այրող ատելության։ Իսկ Արամի թուլակամությունը և ֆինանսական խնդիրները նրան դարձրել էին ավագ եղբոր ձեռքին հեշտ կառավարվող խաղալիք։ Առաջին նշանները հայտնվեցին հոր հիվանդության վերջին ամիսներին։ Գագիկը սկսեց ավելի հաճախ այցելել ընկերություն, անընդհատ փաստաթղթեր էր բերում Վարդանի համար, ստորագրության։ «Եղբորս օգնում եմ, որ գործերը հետ չմնան», բացատրում էր նա։ Սաթենիկը, որն ամբողջովին խորասուզված էր հոր խնամքի մեջ, ոչինչ չէր կասկածում։ Նա չէր էլ կարող պատկերացնել, որ այդ թղթերի մեջ, սովորական պայմանագրերի արանքում, թաքցված էր այն դատարկ էջը, որի վրա դրված ստորագրությունը հետագայում պետք է դառնար նրա դավաճանության գրավականը։ Այժմ, երբ ամեն ինչ անցյալում էր, նա հասկանում էր, որ պատերազմը դեռ չի ավարտվել։ Գագիկը բանտում էր, բայց նրա ազդեցությունը դեռ զգացվում էր։ Ընկերությունում դեռ կային մարդիկ, որոնք հավատարիմ էին նրան, որոնք սպասում էին իրենց ժամին։ Եվ կար ևս մեկ, ավելի սարսափելի սպառնալիք։ Բանտից դուրս գալուց առաջ Գագիկը հասցրել էր սպառնալ. «Դու խլեցիր այն, ինչն իմն էր, բայց Վարդանյանների տոհմում կան գաղտնիքներ, որոնց մասին դու անգամ գլխի չես ընկնում, և դրանք քեզ կոչնչացնեն»։ Ինչ գաղտնիքների մասին էր խոսքը։ Միթե այս պատմության մեջ կային էլի ստորջրյա հոսանքներ։ Մի երեկո, երբ Սաթենիկը ուշ մնացել էր գրասենյակում, նրա օգնականուհին Լուսինեն մտավ սենյակ ձեռքին հին փոշոտ թղթապանակ։ «Սաթենիկ, ես սա գտա արխիվի ամենահեռավոր անկյունում, երբ հին փաստաթղթերն էի կարգի բերում։ Սա ձեր պապի անձնական գործերից է, կարծեցի ձեզ կհետաքրքրի»։ Սաթենիկը մեխանիկորեն վերցրեց թղթապանակը։
Նա բացեց այն առանց առանձնակի հետաքրքրության, բայց մի փաստաթուղթ անմիջապես գրավեց նրա ուշադրությունը։ Դա հոր եւ պապի միջև կնքված հին պարտքային պարտավորություն էր, շատ խոշոր գումարի դիմաց, որը պապը տվել էր հորը բիզնեսը սկսելու համար։ Բայց տարօրինակը դա չէր։ Պայմանագրի վերջում մանր տառերով գրված էր մի կետ, որից Սաթենիկի արյունը սառեց երակներում։ Այնտեղ նշված էր, որ եթե պարտքը չմարվի մինչև որոշակի ժամկետ, ապա ընկերության բաժնետոմսերի մի զգալի մասը անցնում է ոչ թե Գագիկին կամ Արամին, այլ մի երրորդ անհայտ գործընկերոջ, որի անունը նշված չէր, միայն կոդային անվանում՝ Ստվեր, իսկ պարտքի մարման վերջնաժամկետը լրանում էր ուղիղ 1 շաբաթից։ 1 շաբաթ։ Այս բառերը զնգում էին Սաթենիկի գլխում, որպես դատավճռի մուրճի հարված։ 7 օր ընկերությունը փրկելու համար մի անտեսանելի թշնամուց, որի անունն անգամ հայտնի չէր։ Նրա առաջին քայլը եղավ զանգահարել պարոն Մարգարյանին։ Փորձառու փաստաբանը ուշադիր լսեց, նրա ձայնում զարմանքն ու անհանգստությունը խառնվել էին իրար։ Ստվեր։ Ես երբեք նման անուն չեմ լսել քո հորից կամ պապից։ Սա շատ տարօրինակ է։ Ուղարկիր փաստաթղթի պատճենը, ես կփորձեմ ստուգել մեր արխիվները։ Գուցե ինչ-որ հետք գտնենք։ Սակայն ժամեր անց Մարգարյանի զանգը հիասթափեցնող էր։ Ոչինչ, բացարձակապես ոչինչ։ Այս ստվերը կարծես թե գոյություն չունի թղթի վրա։ Կամ նա շատ լավ է թաքցրել իր հետքերը, կամ սա ինչ-որ շատ հին գաղտնի պայմանավորվածություն է, որի մասին գիտեին միայն քո պապն ու հայրը։ Հաջորդ քայլը ֆինանսական բաժինն էր։ Սաթենիկը կանչեց Պողոսյանին, իր հավատարիմ դաշնակցին, եւ ցույց տվեց փաստաթուղթը։ Տարեց ֆինանսիստի դեմքը քարացավ։ Այս գումարը, սա հսկայական թիվ է, նույնիսկ մեր ընկերության համար։ Մեր հաշիվներում այս պահին նման ազատ միջոցներ չկան, հատկապես Գագիկի թողած ֆինանսական խառնաշփոթից հետո։ Մեզ անհրաժեշտ կլինի վարկ վերցնել, բայց ոչ մի բանկ մեզ 7 օրում նման գումար չի տրամադրի։ Խոչընդոտները մեկը մյուսի հետևից էին հայտնվում, կառուցելով անանցանելի թվացող պատ։ Սաթենիկը որոշեց դիմել ծայրահեղ քայլի։ Նա զանգահարեց բանտում գտնվող Գագիկին։ Գուցե նա ինչ-որ բան գիտեր։ Հեռախոսազրույցը սառն էր ու կարճ։ «Ինչ ես ուզում, աղջիկ», հարցրեց Գագիկի ձայնը, որում չկար զղջման նշույլ անգամ։ «Քեռի Գագիկ, ես գտել եմ պապի մի հին պարտքային պայմանագիր, Ստվեր անունով գործընկերոջ հետ։ Այդ անունը քեզ բան ասով է»։ Գծի մյուս ծայրում մի պահ լռություն տիրեց, իսկ հետո Գագիկը չարախինդ ծիծաղեց։ Ահահա, ուրեմն գտել ես, ես քեզ զգուշացրի, որ կան գաղտնիքներ։ Դու կարծում էիր հաղթել ես ինձ, դու պարզապես իմ փորած փոսից ընկար ավելի խորը փոսը։ Ստվերը քո իսկական մղձավանջը կլինի։ Հաջողություն քեզ աղջիկս, այն քեզ շատ պետք կգա։ Նա անջատեց հեռախոսը, Սաթենիկին թողնելով ավելի շատ հարցերով, քան պատասխաններով։ Իրավիճակը օր-օրի բարդանում էր։ Լուրը անհայտ պարտքի մասին սկսեց տարածվել ընկերությունում, առաջացնելով խուճապ աշխատակիցների և փոքր բաժնետերերի շրջանում։ Սաթենիկը զգում էր, թե ինչպես է իր հեղինակությունը, որը նա այդքան դժվարությամբ էր վերականգնել, սկսում է սասանվել։ Նա ստիպված էր արագ գործել։ Նա հանդիպումներ նշանակեց խոշոր բանկերի ղեկավարների հետ, փորձելով համոզել նրանց տրամադրել արտակարգ վարկ, բայց ամենուր նույն պատասխանն էր ստանում։ Ժամկետները չափազանց սեղմ են, ռիսկերը չափազանց մեծ։ Ժամանակը սպառվում էր, և յուրաքանչյուր մերժումը նրան ավելի էր մոտեցնում անդունդի եզրին։ Նա հասկանում էր, որ սովորական մեթոդներով այս խնդիրը լուծել հնարավոր չէ։ Պետք էր գտնել Ստվերին, պետք էր հասկանալ, թե ով է նա և ինչ է ուզում։ Բայց ինչպես գտնել մեկին, ով գոյություն ունի միայն հին թղթի վրա։ Վերջին հույսը Արամն էր։ Գուցե նա, լինելով միշտ Գագիկի ստվերում, լսել էր ինչ-որ բան։ Սաթենիկը գնաց նրա տուն։ Արամը պայմանական ազատազրկումից հետո ապրում էր մեկուսացված, ամաչելով դուրս գալ փողոց։ Երբ նա լսեց Ստվեր անունը, նրա դեմքը գունատվեց։ Ես լսել եմ այդ անունը, շատ վաղուց։ Գագիկը մի անգամ հարբած ժամանակ պարծենում էր, որ մեր պապը այնքան էլ սուրբ չի եղել, և որ նրա բիզնեսի հիմքում ընկած է մի մութ գործակ, մի մարդու հետ, ում բոլորը վախենում էին անունով տալ։ Նա նրան անվանում էր Ստվեր, բայց ավելին չգիտեմ, Սաթեն, ես երդվում եմ։ Մութ գործարք։ Այս խոսքերը նոր ավելի սարսափելի հեռանկար բացեցին Սաթենիկի առջև։ Իսկ եթե սա ոչ թե պարզապես պարտք է, այլ շանտաժ, իսկ եթե իր պապի ստեղծած կայսրության հիմքերը ոչ թե ազնիվ աշխատանքի, այլ հանցագործության վրա են դրված։ Մինչ նա փորձում էր մարսել այս սարսափելի միտքը, նրա հեռախոսին անծանոթ համարից հաղորդագրություն եկավ։ Այնտեղ ընդամենը մեկ նախադասություն էր. «Դադարեցրու փնտրտուքները, պարզապես վճարիր պարտքը, դա քեզ համար ավելի անվտանգ կլինի»։ Այդ հաղորդագրությունը կարճ էր, բայց ծանր, ինչպես գերեզմանակար։
Ավելի անվտանգ կլինի, սա ոչ թե խորհուրդ էր, այլ քողարկված սպառնալիք։ Եվ Սաթենիկը դա զգաց իր ողջեությամբ։ Նրա սիրտը սկսեց բաբախել այնպես ուժգին, որ թվում էր կուրծքը կպայթի։ Սենյակը հանկարծ նեղացավ, պատերը կարծես սեղմվում էին, իսկ օդը չէր բավականացնում։ Սա պարզապես բիզնեսի գորստի վտանգ չէր, սա իր կյանքին ուղղված սպառնալիք էր։ Նրա առաջին ցանկությունը եղավ զանգահարել ոստիկանություն, բայց նա կանգ առավ։ Ինչ պետք է ասեր, որ իրեն սպառնում է մի անհայտ մարդ, կապված մի պարտքի հետ, որի գոյության մասին ինքը մինչև վերջերս չգիտեր։ Նրան պարզապես խորհուրդ կտային զգույշ լինել։ Ոչ, նա պետք է գործեր ինքնուրույն։ Բայց ինչպես։ Մի կողմից անտեսանելի թշնոմի, մյուս կողմից ժամանակի անողոք սլաքները, որոնք մոտեցնում էին վերջնաժամկետին։ Պարտքը վճարելու գումար չկար, իսկ չվճարելը, ինչպես հասկանալի դարձավ, կարող էր ճակատագրական լինել։ Ճնշումը դառնում էր անտանելի։ Այդ գիշեր նա վերադարձավ տուն և փորձեց ուժ գտնել հոր հին իրերի մեջ։ Նա նորից բացեց այն փայտե տուփը, որտեղից սկսվել էր ամեն ինչ։ Նրա հայացքը ընկավ պապի և հոր հին լուսանկարների վրա։ Նրանք ժպտում էին, հպարտ ու ուժեղ տղամարդիկ։ Բայց այժմ, նոր տեղեկության լույսի ներքո, նրանց ժպիտները այլ կերպ էին թվում։ Պապի հայացքում կարծես մի սառը հաշվարկ կար, իսկ հոր ժպիտի հետևում թաքնված տխրություն։ Միթե նրա հայրը ամբողջ կյանքում ապրել է այս գաղտնիքի բեռի տակ։ Միթե նրա ստեղծած կայսրությունը իրականում ոսկեվանդակ էր, որի բանալին գտնվում էր ստվերի ձեռքում։ Այս մտքերից նրա ներսում ամեն ինչ շուռ եկավ։ Նրա հիշողության մեջ հանկարծ վերականգնվեց մանկության մի դրվագ։ Նա մոտ 10 տարեկան էր։ Մի ուշ երեկո նա արթնացել էր ձայներից և տեսել, թե ինչպես են հայրն ու պապը բարձրաձայն վիճում աշխատասենյակում։ Նա չէր հասկացել բառերը, բայց հիշում էր հոր հուսահատ դեմքը և պապի սառը անդրդվելի հայացքը։ Այն ժամանակ նա մտածել էր, որ դա սովորական գործնական վեճ է։ Իսկ հիմա նա հասկանում էր, որ դա, հավանաբար, այն օրն էր, երբ հայրը ստիպված էր եղել ընդունել ստվերի պայմանները։ Նշանները միշտ էլ եղել էին, պարզապես նա չէր կարողացել կասթալ դրանք։ Խնդիրը բարդացավ, երբ հաջորդ առավոտ նրան զանգահարեց պարոն Պողոսյանը։ Սաթենիկ, վատ լուր ունեմ։ Մեր գլխավոր արտասահմանյան գործընկերը, որի հետ մենք աշխատում ենք 20 տարուց ավելի, հենց նոր խզել է պայմանագիրը։ Առանց որևէ բացատրության։ Սա կատաստրոֆիկ հարված կլինի մեր եկամուտներին։ Սաթենիկը հասկացավ, որ սա պատահականություն չէ։ Ստվերը սկսել է գործել։ Նա ոչ միայն սպառնում էր, այլև համակարգված կերպով քանդում էր նրա բիզնեսը, կտոր։ Նա զգաց, թե ինչպես է օղակը սեղմվում իր շուրջը։ Նա մեկույսացված էր։ Ումից կարող էր օգնություն խնդրել։ Նրա դաշնակիցները հավատարիմ էին, բայց անզոր այս անտեսանելի պատերազմում։ Նա մտածեց Դավիթ Մանուկյանի մասին, բայց հասկացավ, որ այս պատմությունը հանրայնացնելը կարող է վերջնականապես կործանել ընկերության հեղինակությունը։ Սաթենիկը գիտակցեց խնդրի իսկական մասշտաբը։ Սա ոչ թե պարզապես փողի կամ իշխանության համար պայքար էր։ Սա պայքար էր իր ընտանիքի անցյալի մեղքերի համար։ Եվ այդ պայքարում նա պետք է հաղթեր, այլապես կկորցներ ոչ միայն հոր ժառանգությունը, այլև հնարավոր է իր կյանքը։ Նա նստեց հոր գրասեղանի մոտ և նայեց իր առջև դատարկ թղթին։ Ժամանակը սպառվում էր, մնացել էր ընդամենը 4 օր։ Եվ հենց այդ պահին, երբ թվում էր, թե ամեն ինչ կորած է, նրա հայացքը սահեց պապի հին գրիչի վրայով, որը միշտ դրված էր սեղանին։ Նա մեխանիկորեն վերցրեց այն և պտտեց ձեռքին։ Հանկարծ նա նկատեց մի բան, որին երբեք ուշադրություն չէր դարձրել։ Գրիչի կափարիչի վրա, փորագրված ոսկե զարդանախշերի մեջ, թաքնված էր մի փոքրիկ, հազիվ նշմարելի խորհրդանիշ, թևատարած արծիվ, որի ճանկերում օձ էր։ Նա ինչ-որտեղ տեսել էր այդ նշանը, բայց որտեղ։ Նա սկսեց լարված մտաբերել, և սառը քրտինքը պատեց նրա ճակատը, երբ հիշեց։ Այդ նույն խորհրդանիշը նա տեսել էր այն կեղճ կտակի կնիքի վրա, որը կազմել էր Գագիկը։ Այդ գիտակցումը որպես կայծակ խփեց Սաթենիկի ուղեղին։ Արծիվն ու օձը, Գագիկի կեղծ կնիքի և պապի գրիչի վրա նույն խորհրդանիշն էր։ Սա չէր կարող պատահականություն լինել։ Սա կապող օղակ էր, բանալի, որը նա պահում էր ձեռքին, բայց չէր հասկանում, թե որ դուռն է բացում։ Նրա մտքերը սկսեցին աշխատել տենդագին արագությամբ։ Եթե Գագիկն օգտագործել է այս խորհրդանիշը, նշանակում է նա գիտեր դրա իմաստը։ Նշանակում է այն կապված է ստվերի հետ։ Բայց ինչպես։ Միթե Գագիկը և ստվերը դաշնակիցներ են։ Միթե նրա հորեղբայրը ոչ միայն խաբել է իրեն, այլև դավաճանել է սեփական ընտանիքին, համագործակցելով նրա թշնամու հետ։
Այս միտքը այնքան այլանդակ էր, որ Սաթենիկը փորձեց վանել այն, բայց փաստերը համառ էին։ Նա պետք է ստուգեր իր սարսափելի կասկածը։ Նա գիտեր միայն մեկ մարդու, ով կարող էր օգնել։ Նա զանգահարեց Դավիթ Մանուկյանին. «Դավիթ, ես քո օգնության կարիքն ունեմ։ Ինձ պետք է տեղեկություն մի խորհրդանիշի մասին, արծիվ, որը ճանկել է օձին։ Իմացի այն ամենը, ինչ հնարավոր է, ուր կազմակերպություններ են օգտագործել այն, ում հետ է այն կապված։ Սա չափազանց կարևոր է»։ Մինչ լրագրողը զբաղվում էր իր հետաքննությամբ, Սաթենիկը որոշեց ևս մեկ անգամ խոսել Արամի հետ։ Գուցե նա ակամայից ինչ-որ բան գիտեր այդ նշանի մասին։ Նա գտավ նրան քաղաքի ծայրամասում գտնվող մի փոքրիկ սրճարանում։ Արամը վախեցած տեսք ուներ։ «Սաթեն, ինչու ես եկել, եթե Գագիկն իմանա»։ Գագիկն այլևս ոչինչ չի կարող անել քեզ, քեռի Արամ։ Իսկ ահա ստվերը կարող է։ Ես ուզում եմ քեզ մի բան ցույց տալ։ Նա հանեց պապի գրիչը և ցույց տվեց խորհրդանիշը։ Սա քեզ ծանոթ է։ Արամը մի պահ քարացավ։ Նրա դեմքից գույնը գնաց, աչքերը լայնացան սարսափից։ Նա սկսեց դողալ։ Որտեղից է սա քեզ, հազիվ շշնջաց նա։ Սա պապի գրիչն է։ Իսկ այժմ պատասխանիր, ինչ է սա նշանակում։ Արամը շուրջը նայեց, կարծես վախենում էր, որ իրենց լսում են։ Սա նրանց նշանն է։ Արծվի եղբայրություն, այդպես էին նրանք իրենց անվանում։ Մեր պապը, Գագիկը, նրանք անդամ էին։ Դա փակ գաղտնի կազմակերպություն էր, շատ հզոր մարդկանցից։ Նրանք օգնում էին իրար բիզնեսում, քաղաքականության մեջ, բայց նրանց մեթոդները, դրանք միշտ չէ, որ օրինական էին։ Նրանք իրենց համարում էին օրենքից վեր։ Սաթենիկի գլխում ամեն ինչ սկսեց իր տեղն ընկնել։ Պապը, Գագիկը, նրանք նույն կազմակերպության անդամներ էին, իսկ ստվերը, քեռի Արամ, ո՞վ է ստվերը։ Նրա ձայնը դողում էր։ Արամը գլուխը թափահարեց։ Ես չգիտեմ, նա եղբայրության ղեկավարն էր։ Ոչ ոք նրա իսկական անունը չգիտեր, նա միշտ ստվերում էր։ Բայց նրա խոսքը օրենք էր բոլորի համար։ Նույնիսկ մեր պապը վախենում էր նրանից։ Հենց այդ պահին Սաթենիկի հեռախոսը զանգեց։ Դավիթն էր։ «Սաթենիկ, ես գտա։ Արծվի եղբայրություն, փակ էլիտար ակումբ, որը գործել է 90-ականներից։ Պաշտոնապես գործարարների միություն, ոչ պաշտոնապես ստվերային կառույց, հսկայական ազդեցությամբ։ Բայց սա ամենակարևորը չէ։ Ես պարզեցի, թե ով է եղել նրա հիմնադիրը և անփոփոխ ղեկավարը։ Նրա մականունն է Ստվեր։ Բայց ես գտա նրա իրական անունը։ Դու պատրաստ ես»։ Սաթենիկը շունչը պահեց։ «Ասա»։ Նրա անունն է Վարդան Ավագի Վարդանյան։ Մի քանի վայրկյան Սաթենիկը չէր հասկանում լսածը։ Ժամանակը կարծես կանգ առավ։ Սրճարանի աղմուկը խլացավ, գույները խամրեցին։ Նրա ուղեղը հրաժարվում էր ընդունել այդ անունը։ Վարդան Վարդանյան։ Նրա հայրը։ Ոչ, դա չի կարող լինել։ Սա սխալ է։ Դավիթ, դու վստահ ես։ Գուցե անվանահամընկնում է։ Ոչ, Սաթենիկ։ Բոլոր փաստաթղթերը, վկաները, ամեն ինչ տանում է դեպի նրան։ Քո հայրը, Վարդան Վարդանյանը, եղել է ստվերը։ Աշխարհը փլուզվեց Սաթենիկի ոտքերի տակ։ Նրա հայրը, բարի, ազնիվ, սկզբունքային մարդը, ում նա աստվածացնում էր, եղել է ստվերային հանցավոր կառույցի պարագլուխը։ Այն մարդը, ով իրենց սովորեցնում էր ազնվություն, ինքը խաղում էր ամենակեղտոտ խաղերը։ Այն պարտքը, որը սպառնում էր իրեն, իր սեփական հոր դրած ծուղակն էր։ Այն սպառնալիքները իր հոր ձեռագիրն էին։ Պապը, Գագիկը, նրանք ոչ թե թշնամիներ էին, այլ նույն համակարգի մասնիկներ, որը ստեղծել և ղեկավարել էր իր հայրը։ Գագիկը ոչ թե դավաճանել էր ընտանիքին, այլ փորձել էր խաղալ իր հոր կանոններով, բայց պարտվել էր։ Նրա ամբողջ կյանքը, նրա բոլոր հավատալիքները, նրա պայքարը, ամեն ինչ սուտ էր։ Նա պայքարում էր ոչ թե չարի դեմ, այլ իր հոր ստվերի։ Եվ ամենասարսափելին այն էր, որ նա հասկացավ, թե ինչու էր հայրը դա արել։ Այդ պարտքը, այդ սպառնալիքները, դա նրա վերջին ամենադաժան դասն էր։ Նա ստուգում էր իր դստերը, փորձում էր նրան, արդյոք նա արժանի է ղեկավարել ոչ միայն ընկերությունը, այլև այն ստվերային կայսրությունը, որը նա կառուցել էր։ Նա ոչ թե ուզում էր կործանել նրան, այլ պատրաստում էր նրան իր տեղի համար։ Նա ուզում էր, որ իր աղջիկը դառնա նոր ստվերը։ Սաթենիկը չէր շարժվում։ Նա նստած էր սրճարանի սեղանի մոտ, ձեռքին սառած հեռախոսը և նայում էր դատարկությանը։ Արամի վախեցած դեմքը, Դավիթի ձայնը, հոր ժպտացող լուսանկարը, ամեն ինչ խառնվել էր մի անտանելի քաոսի մեջ։ Նրա առաջին ռեակցիան ոչ թե զայրույթն էր կամ ցավը, այլ լիակատար ժխտումը։ Սա սուտ է, սա ինչ-որ սարսափելի սխալ է, թյուրիմացություն։
Գագիկն է այս ամենը կազմակերպել, իրեն խելագարեցնելու, հոր հիշատակը պղծելու համար։ Բայց նրա ներսի մի սառը, տրամաբանող ձայն շշնջում էր, որ բոլոր կտորները համընկնում են։ Պապի և հոր վեճը, Գագիկի տարօրինակ ինքնավստահությունը, անհայտ պարտքը, խորհրդավոր խորհրդանիշը, ամեն ինչ հանգում էր մեկ կետի՝ իր հոր երկակի կյանքին։ Նա վեր կացավ, չնկատելով Արամի հարցական հայացքը և մեխանիկորեն դուրս եկավ փողոց։ Նա քայլում էր աննպատակ, չնկատելով ոչ մարդկանց, ոչ մեքենաներին։ Աշխարհը, որը նա գիտեր, այլևս գոյություն չուներ։ Նրա հերոսը, նրա կուռքը, նրա կյանքի ուղեցույցը փլուզվել էր, թողնելով իր տեղում մի սարսափելի, անծանոթ կերպար։ Սաթենիկը հասավ տուն և փակվեց հոր աշխատասենյակում։ Այժմ այս սենյակը նրան այլ կերպ էր թվում։ Յուրաքանչյուր գիրք, յուրաքանչյուր իր, կարծես թաքցնում էր մի գաղտնիք, մի սուտ։ Նա նայեց հոր դիմանկարին։ Նույն բարի, իմաստուն աչքերը, բայց այժմ նա դրանց հետևում տեսնում էր սառը հաշվարկ, անողոք վճռականություն։ Նա տեսնում էր ստվերին։ Զայրույթի ալիքը վերջապես հասավ նրան։ Նա ուզում էր գոռալ, ջարդել, ոչնչացնել այս ամեն կեղծիքը։ Ինչպես կարող էր Հայլը նման բան անել։ Ինչպես կարող էր իրեն դնել այսպիսի անմարդկային փորձության առաջ։ Սակայն զայրույթին փոխարինելու եկավ մի սառը, սթափեցնող միտք։ Իսկ ինչ, եթե սա ոչ թե դավաճանություն է, այլ ժառանգություն, ոչ թե փորձություն, այլ նվեր։ Նրա հայրը նրան թողել էր ոչ միայն իր լուսավոր կողմը, Վարդանյան հոլդինգը, այլև իր մութ կողմը, արծվի եղբայրությունը։ Նա նրան տվել էր ընտրության իրավունք, լինել կամ զոհ, կամ տիրուհի։ Նա կարող էր կամ փորձել քանդել այս համակարգը, ռիսկի դիմելով կորցնել ամեն ինչ, կամ ընդունել խաղի կանոնները և գլխավորել այն։ Այս գիտակցումը փոխեց ամեն ինչ։ Նա այլևս վշտացած դուստր չէր։ Նա իր հոր արժանի հետնորդն էր, ով կանգնած էր իր կյանքի ամենակարևոր որոշման առջև։ Նրա հարաբերությունները բոլորի հետ պետք է վերանայվեին։ Գագիկը, նա այլևս ստոր դավաճան չէր, այլ պարտված մրցակից նույն դաժան խաղում։ Նա պարզապես ավելի թույլ էր գտնվել։ Արամը, նա ընդամենը զինվոր էր ուրիշի պատերազմում, իսկ նրա դաշնակիցները՝ Մարգարյանը, Պողոսյանը, Դավիթը, նրանք գիտեին ճշմարտությունը, թե նրանք էլ էին պարզապես խաղաքարեր այս մեծ խաղի մեջ, նոր դաշնակիցներ և նոր թշնամիներ։ Նրա գլխավոր թշնամին այժմ ինքը, եղբայրությունն էր, որը, կորցնելով իր ղեկավարին, անկասկած կփորձեր զավթել իշխանությունը։ Իսկ նրա դաշնակիցը կարող էր լինել միայն ինքը և իր հոր թողած գիտելիքները։ Նա պետք է մշակել նոր ծրագիր, ոչ թե պաշտպանվելու, այլ հարձակվելու, ոչ թե փրկելու, այլ նվաճելու։ Նա վերցրեց հեռախոսը և հավաքեց համարը։ «Քեռի Գաբիկ, Սաթենիկն է, մենք պետք է խոսենք, ոչ թե որպես հորեղբայր և զարմուհի, այլ որպես արծվի եղբայրության երկու անդամ»։ Նա որոշում էր կայացրել։ Նա կմտներ այդ մութ աշխարհը, բայց ոչ թե որպես ստվերի հետնորդ, այլ որպես այն ուժը, որը կփոխեր խաղի կանոնները։ Նա կօգտագործեր իր հոր զենքը, ոչ թե իշխելու, այլ արդարություն հաստատելու համար։ Սաթենիկը հասկացավ, որ իրական պայքարը դեռ նոր է սկսվում, և այդ պայքարում նա այլևս չէր կարող իրեն թույլ տալ լինել թույլ։ Գծի մյուս կողմում մի պահ լռություն տիրեց, այնքան խորը, որ Սաթենիկը կարող էր լսել սեփական սրտի բաբախյունը։ Հետո Գագիկի ձայնը հնչեց, բայց այն այլևս ինքնահավան չէր, այլ զգուշավոր, գրեթե անհավատ։ «Ինչ ես ասում, որտեղից դու»։ «Դա այլևս կարևոր չէ, քեռի Գագիկ, կարևորն այն է, թե ինչ ենք անելու հիմա։ Մեր հայրը մեզ շախմատային տախտակ է թողել, և մենք պարզապես զինվորներ էինք նրա խաղում, բայց խաղը փոխվել է։ Ես քեզ առաջարկում եմ զինադադար։ Օգնիր ինձ հասկանալ եղբայրության կառուցվածքը, օգնիր ինձ գտնել նրա թույլ կողմերը, և ես խոստանում եմ, որ կանեմ ամեն ինչ քո պատիժը մեղմելու համար»։ Սա ռիսկային քայլ էր, բայց Սաթենիկը գիտեր, որ միայնակ չի կարող հաղթել։ Նրան պետք էր դաշնակից ներսից։ Գագիկը լռում էր։ Սաթենիկը կարող էր պատկերացնել, թե ինչպես է նրա ուղեղում պայքարում հպարտությունն ու գոյատևման բնազդը։ Վերջապես նա խզված ձայնով պատասխանեց. «Վաղը իմ փաստաբանը կկապնվի քեզ հետ։ Սա հաղթանակ էր, առաջինը, բայց ամենակարևորը»։ Սաթենիկը այլևս զոհ չէր, նա խաղացող էր։ Նրա հաջորդ քայլը ուղղված էր ընկերության ներսում իր դիրքերն ամրապնդելուն։ Նա գիտեր, որ եղբայրության անդամները, որոնք անկասկած կային նաև իր ընկերությունում, կփորձեն սաբոտաժի ենթարկել իրեն։ Նա հրավիրեց խորհրդի արտահերթ նիստ։
Նրա տեսքը փոխվել էր, նա այլևս այն վիրավորված անպաշտպան աղջիկը չէր։ Նրա հայացքը պողպատե էր, ձայնը հանգիստ, բայց տիրական։ Հարգելի գործընկերներ, ինչպես գիտեք, մեր ընկերությունը ծանր ժամանակներ է ապրում, բայց ես այստեղ եմ ոչ թե խնդիրների մասին խոսելու, այլ լուծումներ առաջարկելու։ Ես հայտարարում եմ ընկերության լիակատար վերակազմավորման մասին։ Յուրաքանչյուր բաժին, յուրաքանչյուր աշխատակից կանցնի խիստ աուդիտ։ Մեզ հետ կմնան միայն նրանք, ովքեր 100%-ով հավատարիմ են Վարդանյան հոլդինգի շահերին։ Սա բացահայտ մարտահրավեր էր բոլոր թաքնված թշնամիներին։ Դահլիճում լարված լռություն տիրեց։ Ոմանց դեմքին հայտնվեց հավանություն, ոմանցը անհանգստություն։ Հենց այդ պահին ոտքի կանգնեց խորհրդի ամենահին անդամներից մեկը, պարոն Սարգսյանը, ում Սաթենիկը միշտ համարել էր հոր մտերիմ ընկերը։ Սաթենիկ, ես հասկանում եմ քո մտահոգությունը, բայց նման կտրուկ քայլերը կարող են ապակայունացնել իրավիճակը, գուցե պետք է ավելի զգույշ լինել։ Նրա ձայնը հանգիստ էր, բայց Սաթենիկը նրա աչքերում նկատեց մի սառը փայլ, որը նախկինում չէր տեսել, եւ նա հասկացավ՝ Սարգսյանը նրանցից մեկն էր։ Շնորհակալ եմ խորհրդի համար, պարոն Սարգսյան, բայց զգուշավորության ժամանակն է անցել է, հիմա գործելու ժամանակն է, եւ նրանք, ովքեր ինձ հետ չեն, ինձ դեմ են, նրա խոսքերը հնչեցին որպես վերջնագիր։ Հակամարտությունը բացահայտ էր։ Հաջորդ օրը Գագիկի փաստաբանը նրան փոխանցեց մի ցուցակ եղբայրության ենթադրյալ անդամների անուններով, որոնք աշխատում էին իր ընկերությունում։ Ցուցակի առաջին տեղում Սարգսյանի անունն էր։ Սաթենիկը սկսեց իր մաքրումը։ Նա մեկը մյուսի հետևից աշխատանքից ազատում էր կասկածելի անձանց, օգտագործելով աուդիտի արդյունքները որպես պաշտոնական պատրվակ։ Յուրաքանչյուր ազատումը փոքրիկ հաղթանակ էր, բայց նա գիտեր, որ թշնամին հակահարված է տալու։ Եվ դա տեղի ունեցավ շատ շուտ։ Մի գիշեր, երբ նա ուշ վերադառնում էր աշխատանքից, նրա մեքենան շրջապատեցին երկու սև ջիպեր։ Նրան ստիպեցին կանգ առնել։ Մեքենայից դուրս եկավ պարոն Սարգսյանը։ Նրա դեմքին այլևս բարեհամբույր ժպիտ չկար։ Դու շատ հեռու գնացիր, աղջիկ։ Քո հայրը իմաստուն մարդ էր, նա գիտեր, թե երբ պետք է կանգ առնել, իսկ դու ոչ։ Եղբայրությունը չի սիրում, երբ իր գործերին խառնվում են։ Դու դեռ մեկ շանս ունես։ Վճարիր պարտքը, հանձնիր ընկերության կառավարումը խորհրդին եւ հեռացիր երկրից։ Հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք ցույց տալ քեզ, որ մեր խորհրդանիշի վրայի օծը միայն զարդ չէ։ Սաթենիկի սիրտը սառեց, բայց նա թույլ չտվեց, որ վախը երևա։ Իսկ ես ձեզ խորհուրդ կտամ հիշել, որ այդ խորհրդանիշի վրա կա նաև արծիվ, եւ արծիվները օծերից վերև են թռչում։ Փոխանցեք ձեր տերերին, որ ես ոչինչ չեմ վճարելու եւ ոչ մի տեղ չեմ գնալու։ Վարդանյան հոլդինգը իմն է, եւ ես այն կպաշտպանեմ։ Նա բարձրացրեց մեքենայի ապակին եւ կտրուկ սեղմեց գազի ոտնակը, ճեղքելով շրջափակումը։ Նա գիտեր, որ այս քայլով անցել է այն սահմանը, որից հետո վերադարձ չկա։ Պատերազմը սկսված էր, եւ նա պատրաստվում էր հասնել մինչև վերջնական կուլմինացիա, հաղթել կամ մեռնել։ Այդ լոսքերը ոչ միայն համարձակ էին, այլև ինքնասպանությանը հավասարազոր, եւ Սաթենիկը դա գիտեր։ Հաջորդ օրը եղբայրությունը պատասխանեց։ Նրանք սառեցրին ընկերության բոլոր բանկային հաշիվները, օգտագործելով իրենց ազդեցությունը ֆինանսական համակարգում։ Վարդանյան հոլդինգը մեկ գիշերում հայտնվեց կաթվածահար վիճակում։ Աշխատավարձեր վճարելու գումար չկար, մատակարարումները դադարեցվեցին, արտադրությունը կանգ առավ։ Սա շախ էր, եւ հաջորդ քայլը լինելու էր մատը։ Սաթենիկը հասկանում էր, որ իրեն մնացել է միայն մեկ քայլ՝ վա բանկ գնալ։ Նա կապվեց Դավիթ Մանուկյանի հետ։ Դավիթ, ժամանակն է։ Հրապարակիր այն ամենը, ինչ ունես արծվի եղբայրության մասին։ Անուններ, փաստեր, սխեմաներ։ Այրենք բոլոր կամուրջները։ Լրագրողը մի պահ լռեց։ Սաթենիկ, դու հասկանում ես, որ սա ատոմային ռումբի պայթյունի էֆեկտ է ունենալու։ Դու կոչնչացնես ոչ միայն նրանց, այլև կարող ես վնասել քո ընկերությանը, քո հոր հիշատակին։ Իմ հոր հիշատակն այլևս այն չէ, ինչ ես կարծում էի։ Իսկ ընկերությունը առանց ազատության իմաստ չունի։ Արա դա։ Կուլմինացիան տեղի ունեցավ հաջորդ օրը, բաժնետերերի արտահերթ ժողովի ժամանակ, որը հրավիրել էր Սարգսյանը, Սաթենիկին անվստահություն հայտնելու եւ ընկերության կառավարումը զավթելու նպատակով։ Դահլիճը լեփ-լեցում էր, օդում կախված էր էլեկտրական լարվածություն։ Սարգսյանը հենց նոր էր ավարտել իր մեղադրական ճառը, Սաթենիկին ներկայացնելով որպես անփորձ, ագրեսիվ ղետավար, որը ընկերությունը տանում է դեպի կործանում։ Երբ նա կոչ արեց քվեարկության, դահլիճի մեծ էկրանները հանկարծ միացան։ Դրանց վրա հայտնվեց Դավիթ Մանուկյանի դեմքը։ Նա ուղիղ եթերում էր։
Բարև ձեզ, ներողություն եմ խնդրում ձեր ժողովը ընդհատելու համար, բայց կարծում եմ, այն ինչ հիմա կտեսնեք, ուղղակիորեն առնչվում է ձեր որոշմանը։ Եվ հետո սկսվեց։ Էկրաններին մեկը մյուսի հետևից հայտնվում էին արծվի եղբայրության գաղտնի փաստաթղթերը, նրանց ստվերային գործարքների սխեմաները, բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապերը, շանտաժի եւ կոռուպցիայի ապացույցները, եւ իհարկե, անդամների ցուցակը, որտեղ պարոն Սարգսյանի եւ ներկա գտնվող մի շարք այլ բաժնետերերի անունները վառ կարմիրով ընդգծված էին։ Դահլիճում քաոս սկսվեց։ Ճիչեր, անեծքներ, մեղադրանքներ։ Սարգսյանը եւ նրա կողմնակիցները փորձեցին փախչել, բայց դռների մոտ նրանց արդեն սպասում էին ոստիկանները։ Հենց այդ պահին, երբ թվում էր, թե Սաթենիկը հաղթել է, տեղի ունեցավ անսպասելին։ Դահլիճ մտավ մի մարդ, որին նա չէր սպասում տեսնել։ Արամը, նա գունատ էր, բայց վճռական։ Նա մոտեցավ խոսափողին։ Կա մի բան, որը դուք դեռ չգիտեք։ Այս ամբողջ պատմությունը, պարտքը, ստվերը, այն կազմակերպել էր ոչ միայն Վարդանը, այն կազմակերպել էին 3 եղբայրները միասին՝ Վարդանը, Գագիկը եւ ես։ Սաթենիկը քարացավ։ Մենք գիտեինք, որ եղբայրությունը մեր մահվանից հետո կփորձի տիրանալ ամեն ինչին։ Եվ մենք ստեղծեցինք այս փորձությունը Սաթենիկի համար։ Մենք պետք է համոզվեինք, որ նա բավականաչափ ուժեղ է դիմակայելու նրանց։ Գագիկը խաղում էր վատ տղայի դերը, ես վախկոտի, իսկ Վարդանը նա մեր ռազմավարն էր։ Կեղծ կտակը, պարտքը, ամեն ինչ մեր ընդհանուր ծրագրի մասն էր։ Մենք զոհաբերեցինք մեր հեղինակությունը, մեր հարաբերությունները, որպեսզի փրկենք այն, ինչը ստեղծել էր մեր պապը։ Վերջնական ճշմարտությունը ավելի ցնցող էր, քան Սաթենիկը կարող էր պատկերացնել։ Նա ոչ թե զոհ էր, այլ թագուհի, որի համար զինվորները զոհաբերել էին իրենց։ Նա նայեց Արամին, հետո մտովի Գագիկին ու հորը, եւ առաջին անգամ նրա սրտում զայրույթի փոխարեն ծնվեց մի բարդ խառը զգացում՝ ցավ, հասկացողություն եւ ներում։ Քաոսը դանդաղ հանդարտվեց։ Եղբայրության մերկացումը դարձավ երկրի գլխավոր սենսացիան, առաջացնելով մի շարք ձերբակալություններ եւ հրաժարականներ։ Վարդանյան հոլդինգի հաշիվները ապասարեցվեցին, ընկերությունը փրկված էր։ Սաթենիկը կատարեց իր ընտրությունը։ Նա օգտագործեց իր ազդեցությունը, որպեսզի մեղմացնի Գագիկի եւ Արամի պատիժը, դատարանին ներկայացնելով նրանց իրական դրդապատճառները։ Նրանք ստացան պայմանական պատիժներ։ Նրանց առաջին հանդիպումը ազատության մեջ տեղի ունեցավ հոր գերեզմանի մոտ։ Լռությունը երկար տևեց։ Ոչ ոք չգիտեր ինչ ասել։ Վերջապես Գագիկը, որը կորցրել էր իր նախկին ամբարտավանությունը, խզված ձայնով ասաց. «Հայրդ հպարտ կլիներ քեզանով, աղջիկս, դու ավելի ուժեղ գտնվեցիր, քան մենք երեքս միասին»։ Սաթենիկը նայեց նրանց, իր 2 հորեղբայրներին, որոնք այդքան ցավ էին պատճառել իրեն, բայց որոնց սերը, որքան էլ այլասերված, եղել էր անկեղծ։ Եվ նա հասկացավ, որ ներել է։ Ոչ թե մոռացել, այլ ներել։ Անցավ եւս 1 տարի։ Սաթենիկը շարունակում էր ղեկավարել Վարդանյան հոլդինգը, այն վերածելով ոչ միայն հաջողակ, այլև թափանցիկ եւ սոցիալապես պատասխանատու ընկերության։ Նա վերջնականապես քանդեց արծվի եղբայրության մնացորդները, օգտագործելով իր հոր ստեղծած համակարգը հենց իր դեմ։ Գագիկն ու Արամը, հեռանալով բիզնեսից, վերջապես գտան իրենց խաղաղությունը, փորձելով վերականգնել կորցրած տարիները իրենց ընտանիքների հետ։ Մի օր, նստած լինելով հոր աշխատասենյակում, Սաթենիկը գտավ նրա թողած վերջին նամակը, որը թաքցված էր այն նույն սեյֆում։ Թանկագին աղջիկս, եթե դու կարդում ես սա, նշանակում է դու անցել ես կրակների միջով եւ դարձել ես այն արծիվը, որին ես միշտ տեսնում էի քո մեջ։ Ներիր մեզ մեր դաժան խաղի համար, բայց այս աշխարհում գոյատևելու համար պետք է լինել պողպատից ամուր։ Դու ապացուցեցիր, որ այդպիսինն ես։ Այժմ քո հերթն է կառուցելու քո աշխարհը, ոչ թե իմ կանոններով, այլ քո։ Ես հավատում եմ քեզ։ Արցունքները հոսում էին Սաթենիկի այտերով, բայց դրանք ոչ թե վշտի, այլ թեթևացման եւ սիրո արցունքներ էին։ Նա հասկացել էր իր կյանքի գլխավոր դասը։ Ժառանգությունը ոչ թե այն է, ինչ քեզ տալիս են, այլ այն, թե դու ինչ ես դարձնում այն։ Եվ նա իր դառը թունավորված ժառանգությունը վերածել էր հույսի եւ նոր սկզբի խորհրդանիշի։ Այս պատմությունը ցույց է տալիս, որ ընտանիքը կարող է լինել եւ մեր ամենամեծ ուժը, եւ մեր ամենամեծ փորձությունը։ Իսկ ինչ եք կարծում դուք, արդարացված էր այն զոհողությունը, որին գնացին եղբայրները։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում եւ բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք նոր, ոչ պակաս դրամատիկ պատմություններ։